Պատկերացրեք Հայաստանը 1920 թվականի վերջին։ Ընդամենը 2 տարի առաջ, 1918 թվականին, հայ ժողովուրդը վերականգնել էր իր անկախ պետականությունը։ Ստեղծվել էր Հայաստանի առաջին հանրապետությունը։ Բայց անկախությունը շատ փխրուն էր։ Երկիրը դուրս էր եկել առաջին համաշխարհային պատերազմից։ Հազարավոր գաղթականներ ապաստան էին փնտրում Հայաստանում։ Տնտեսությունը ծանր վիճակում էր։ Բանակը հոգնած էր։ Իսկ երկրի սահմաններին պատերազմներն ու հակամարտությունները դեռ չէին ավարտվել։ Եվ հենց այս պայմաններում Հայաստանի առաջ հայտնվեց նոր ու հսկայական վտանգ՝ բոլշևիկյան Ռուսաստանը։ Բայց ինչպես հասավ Հայաստանը խորհրդայնացմանը։ Ինչու Հայաստանի իշխանությունը ստիպված եղավ հանձնել իշխանությունը։ Եվ ամենակարևորը, ինչպես կարողացավ Սյունիքը դառնալ խորհրդային իշխանության դեմ հայկական դիմադրության գլխավոր կենտրոններից մեկը։ Այս պատմության մեջ մենք կհանդիպենք Գարեգին Նժդեհին, Սիմոն Վրացյանին, Դրաստամատ Կանայանին, Դրոյին և բազմաթիվ մարդկանց, որոնք այդ ծանր տարիներին տարբեր ձևերով փորձեցին պաշտպանել Հայաստանի անկախության գաղափարը։ 1920 թվականը Հայաստանի համար ճակատագրական տարի էր։ Մի կողմից Հայաստանը փորձում էր պահպանել իր անկախությունը։ Մյուս կողմից երկրի արևմուտքում պատերազմ էր ընթանում Թուրքիայի հետ։ 1920 թվականի սեպտեմբերին Քեմալական Թուրքիայի բանակը հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Հայկական բանակը ծանր իրավիճակում հայտնվեց։ Նոյեմբերին Ալեքսանդրապոլը գրավվեց թուրքական ուժերի կողմից։ Հայաստանի Հանրապետությունը կանգնած էր աղետի առաջ, եւ հենց այդ պահին արևելքից մոտենում էր մեկ ուրիշ ուժ՝ Կարմիր բանակը։ Բոլշևիկյան Ռուսաստանն արդեն ամրապնդել էր իր իշխանությունը Կովկասում եւ ցանկանում էր տարածաշրջանը ներառել խորհրդային համակարգի մեջ։ Այսպիսով Հայաստանը հայտնվել էր երկու հսկայական ուժերի ճնշման տակ։ Բոլշևիկների նպատակն էր Կովկասում հաստատել խորհրդային իշխանություն։ Հայաստանը բացառություն չէր։ Բոլշևիկները Հայաստանում ունեին իրենց կազմակերպությունները եւ համակիրները։ 1920 թվականի նոյեմբերի 29-ին բոլշևիկյան ուժերը հայտարարեցին Հայաստանի խորհրդայնացման մասին։ Դրանից հետո Կարմիր բանակի ուժերը մտան Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունն այլևս չուներ այն ուժը, որով կարող էր երկարատև դիմադրել։ Եվ դեկտեմբերի 2-ին Երևանում ձեռք բերված համաձայնությամբ իշխանությունը փոխանցվեց խորհրդային կողմին։ Հայաստանի առաջին հանրապետությունն ավարտեց իր գոյությունը։ Բայց այստեղ պատմությունը չի ավարտվում։ Իրականում հենց այստեղ է սկսվում մեր պատմության ամենահետաքրքիր մասը։ Երբ ասում ենք, որ Հայաստանը խորհրդայնացվեց, կարող է թվալ, թե ամբողջ ժողովուրդը պարզապես ընդունեց նոր իշխանությունը, բայց իրականությունը շատ ավելի բարդ էր։ Խորհրդային իշխանության հաստատումը միանգամից չվերացրեց անկախ Հայաստանի գաղափարը։ Հայաստանի տարբեր շրջաններում դժգոհություն կար, իսկ որոշ վայրերում դժգոհությունը վերածվեց զինված դիմադրության։ Ամենահայտնի կենտրոններից մեկը դարձավ Սյունիքը, եւ այստեղ պատմության բեմ դուրս եկավ Գարեգին Նժդեհը։ Նժդեհը այդ ժամանակ արդեն հայտնի ռազմական գործիչ էր։ Նա հասկանում էր, որ Սյունիքի համար պայքարը միայն մեկ շրջանի պաշտպանության հարց չէր։ Սյունիքը Հայաստանի հարավում գտնվող ռազմավարական տարածք էր։ Այն սահմանակից էր Նախիջևանին եւ Ադրբեջանի տարածքներին։ Նժդեհը մտավախություն ուներ, որ եթե Սյունիքը կորցվի, Հայաստանի հարավը կարող է հայտնվել չափազանց վտանգավոր իրավիճակում։ Այդ պատճառով նա որոշեց շարունակել պայքարը։ Եվ այս պայքարը միայն մեկ մարդու պայքարը չէր։ Նժդեհի շուրջը հավաքվեցին տեղի բնակիչներ, զինվորականներ եւ Հայաստանի Հանրապետության նախկին բանակի ու քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ։ Սյունիքում ձևավորվեց կազմակերպված դիմադրություն։ 1920 թվականի դեկտեմբերին Տաթևում տեղի ունեցավ համազանգեզուրյան առաջին համագումարը։ Այն մերժեց խորհրդային իշխանության պահանջը եւ Սյունիքը հռչակեց ինքնավար։ Սա ցույց էր տալիս, որ Սյունիքում խորհրդային իշխանության հաստատումը դեռ ավարտված գործ չէր։ Դիմադրությունը շարունակվում էր։ Նժդեհի համար Սյունիքի պահպանումը դարձել էր գլխավոր նպատակ։ Նա փորձում էր ոչ միայն ռազմականորեն պաշտպանել շրջանը, այլև ստեղծել այնպիսի քաղաքական կառույց, որը կարող էր գոյություն ունենալ խորհրդային իշխանությունից անկախ։ Եվ հետո տեղի ունեցավ մի բան, որը քչերն էին սպասում։ 1921 թվականի փետրվարին Երևանում բռնկվեց ապստամբություն։ Այս իրադարձությունը պատմության մեջ մտավ որպես Փետրվարյան ապստամբություն։ Ապստամբության մասնակիցները հիմնականում կապված էին Հայաստանի նախկին քաղաքական եւ ռազմական շրջանակների հետ։ Նրանց նպատակն էր վերացնել խորհրդային իշխանությունը եւ վերականգնել Հայաստանի անկախ պետականությունը։ Ապստամբները կարողացան գրավել Երևանը։ Խորհրդային իշխանությունը ժամանակավորապես հեռացավ մայրաքաղաքից եւ թվում էր, թե անկախ Հայաստանի վերականգնման հնարավորություն կա։ Բայց այդ իրավիճակը երկար չտևեց։
Ապստամբության ընթացքում ստեղծվեց հայրենիքի փրկության կոմիտե։ Դրա նախագահ դարձավ Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը։ Նաև մյուս ղեկավարները փորձում էին վերականգնել նախկին հանրապետական իշխանությունը, բայց նրանց առջև կար հսկայական խնդիր։ Խորհրդային Ռուսաստանը չէր պատրաստվում հրաժարվել Հայաստանից։ Կարմիր բանակը սկսեց շարժվել դեպի Երևան։ Ուժերի տարբերությունը մեծ էր։ Ապստամբները ստիպված էին նահանջել։ 1921 թվականի ապրիլի 2-ին խորհրդային զորքերը կրկին գրավեցին Երևանը։ Փետրվարյան ապստամբությունը պարտվեց, բայց ապստամբության մասնակիցներից շատերը չվերադարձան իրենց նախկին կյանքին։ Նրանց մի մասը շարժվեց դեպի Զանգեզուր, եւ այդ մարդկանց միացումը Նժդեհի ուժերին նոր ուժ տվեց Սյունիքի դիմադրությանը։ 1921 թվականի ապրիլի 26-ին Տաթևում տեղի ունեցավ համազանգեզուրյան երկրորդ համագումարը։ Ինքնավար Սյունիքը հռչակվեց Հայաստանի Հանրապետություն Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Սա խորհրդային իշխանության դեմ հայկական դիմադրության ամենահետաքրքիր դրվագներից մեկն էր։ Մի փոքրիկ լեռնային տարածքում ստեղծվել էր իշխանություն, որը հայտարարում էր, որ չի ընդունում խորհրդային իշխանությունը։ Բայց Լեռնահայաստանի իրավիճակը գնալով բարդանում էր։ Խորհրդային իշխանությունը վերահսկում էր Հայաստանի հիմնական տարածքը։ Կարմիր բանակը կարող էր մեծ ուժեր կենտրոնացնել Սյունիքի ուղղությամբ, իսկ երկարատև դիմադրությունը պահանջում էր սնունդ, մարդկային ռեսուրսներ եւ արտաքին աջակցություն։ Այդ ամենը սահմանափակ էր։ Միաժամանակ փոխվում էր ամբողջ տարածաշրջանը։ 1921 թվականը միայն Հայաստանի համար չէր կարևոր։ Մոսկվայում խորհրդային Ռուսաստանը բանակցում էր Քեմալական Թուրքիայի հետ։ 1921 թվականի մարտի 16-ին ստորագրվեց Մոսկվայի պայմանագիրը։ Այն մեծ ազդեցություն ունեցավ տարածաշրջանի սահմանների եւ Հայաստանի հետ կապված հարցերի վրա։ Հայաստանի դիրքերը միջազգային քաղաքականության մեջ չափազանց թույլ էին։ Մեծ տերությունների ուշադրությունը նվազել էր, իսկ խորհրդային Ռուսաստանն ու Քեմալական Թուրքիան փորձում էին կարգավորել իրենց հարաբերությունները։ Այս պայմաններում Նժդեհի համար իրավիճակը գնալով ավելի դժվար էր դառնում։ 1921 թվականի ամռանը Նժդեհը հասկացավ, որ Սյունիքում երկարաժամկետ դիմադրությունն այլևս չափազանց դժվար է։ Նա հեռացավ Սյունիքից։ Դիմադրությունն ավարտվեց։ Սյունիքը մնաց խորհրդային Հայաստանի կազմում։ Ռազմական առումով խորհրդային իշխանությունը հաղթեց։ Հայաստանի անկախությունը չվերականգնվեց։ Բայց այստեղ կա մի կարևոր պատմական հանգամանք։ Նժդեհի պայքարի արդյունքը չի կարելի պարզապես ներկայացնել որպես հաղթանակ կամ պարտություն։ Պատմականորեն ավելի ճիշտ է ասել, Նժդեհի գլխավորած դիմադրությունը չկարողացավ վերականգնել Հայաստանի անկախությունը, բայց այն կարևոր դեր ունեցավ Սյունիքի հայկական վերահսկողության տակ մնալու պատմության մեջ։ Այս պատմությունը միայն մեկ մարդու մասին չէ։ Հայաստանի անկախության պահպանման եւ խորհրդայնացման դեմ դիմադրության պատմության մեջ ներգրաված էին բազմաթիվ մարդիկ։ Դրաստամատ Կանայանը, Դրոն, Առաջին հանրապետության ամենահայտնի ռազմական գործիչներից էր։ Սիմոն Վրացյանը, Առաջին հանրապետության վերջին վարչապետը, դարձավ 1921 թվականի ապստամբական իշխանության ղեկավար։ Կային բազմաթիվ նախկին զինվորականներ, քաղաքական գործիչներ եւ հասարակ մարդիկ, որոնք տարբեր ձևերով մասնակցեցին դիմադրությանը։ Նրանց նպատակները միշտ չէ որ նույնն են։ Ոմանք առաջնային էին համարում Հայաստանի անկախության վերականգնումը, ոմանք Սյունիքի պաշտպանությունը, ոմանք պայքարում էին խորհրդային համակարգի դեմ քաղաքական կամ գաղափարական պատճառներով։ Այդ պատճառով պատմությունը պետք է ներկայացնել ոչ թե մեկ գույնով, այլ ամբողջ բարդությամբ։ 1921 թվականի ընթացքում խորհրդային իշխանությունը վերջնականապես ամրապնդվեց Հայաստանում։ Հայաստանը մտավ խորհրդային համակարգի մեջ։ 1922 թվականին այն ընդգրկվեց Անդրկովկասյան խորհրդային ֆեդերատիվ սոցիալիստական հանրապետության կազմում, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ միասին։ 1936 թվականին այդ ֆեդերացիան վերացվեց եւ հայկական ԽՍՀ-ն դարձավ ԽՍՀՄ-ի առանձին միութենական հանրապետություն։ Հայաստանի անկախ պետականությունը վերականգնվեց միայն տասնամյակներ անց 1991 թվականին, բայց մի բան չվերացավ։ Հայաստանի առաջին հանրապետության անկումը չվերացրեց անկախության գաղափարը։ Այն պահպանվեց մարդկանց հիշողության մեջ, պահպանվեց քաղաքական շրջանակներում, պահպանվեց Սփյուռքում, եւ տասնամյակներ անց 1991 թվականին Հայաստանը կրկին դարձավ անկախ պետություն։ Այդ պատճառով 1920-ից 1921 թվականների իրադարձությունները միայն պարտության պատմություն չեն, դրանք նաև պետականության գաղափարի շարունակականության պատմություն են։ 1920 թվականի վերջին Հայաստանի Հանրապետությունը կանգնած էր անհավանական ծանր իրավիճակում՝ պատերազմ, քայքայված տնտեսություն, հազարավոր գաղթականներ, թուլացած բանակ եւ երկու հզոր հակառակորդների ճնշում։ Հայաստանի Հանրապետությունը չկարողացավ պահպանել իր անկախությունը, խորհրդային իշխանությունը հաստատվեց, բայց բոլորը չհաշտվեցին դրա հետ,
Երևանում բռնկվեց Փետրվարյան ապստամբությունը, Սյունիքում Գարեգին Նժդեհը շարունակեց պայքարը, ստեղծվեց Լեռնահայաստանը, հարյուրավոր մարդիկ շարունակեցին դիմադրությունը, իսկ երբ ռազմական պայքարն ավարտվեց, անկախության գաղափարը չմահացավ, այն պարզապես անցավ մեկ սերնդից մյուսին, եւ գուցե հենց այստեղ է այս պատմության ամենակարևոր դասը. պետությունը կարող է ժամանակավորապես կորցնել անկախությունը, բայց պետականության գաղափարը կարող է շարունակել ապրել մարդկանց մեջ։ 1920 թվականին Հայաստանը կորցրեց իր առաջին հանրապետության անկախությունը։ 1991 թվականին Հայաստանը կրկին անկախացավ։ Եվ այդ երկու թվականների միջև ընկած ամբողջ պատմությունը մեզ հիշեցնում է մի բան. անկախությունը միայն փաստաթուղթ չէ, այն նաև հիշողություն է, պատասխանատվություն է եւ սերունդների փոխանցած գաղափար։ Եթե ուզում եք, որ Armenia History-ին շարունակի ներկայացնել Հայաստանի ամենակարևոր ու երբեմն մոռացված պատմական էջերը, փաստերով, անուններով եւ իրական պատմություններով, բաժանորդագրվեք ալիքին։ Որովհետեւ մեր պատմությունը միայն անցյալը չէ։ Մեր պատմությունն այն է, ինչից մենք հասկանում ենք, որտեղից ենք եկել։